խնդրեմ, պարոն Պապյան։ Շնորհակալություն հանձնաժողովների հարգարժան նախագահներ, հարգելի պատգամավորներ, պետական բյուջեի 26 թվականի պլանավորումը նաև շատ լավ առիթ է նախորդիվ եւ առկա գրանցված զարգացումների մասին հակիրճ խոսելու 24 թվականի տարեկան արդյունքներով գրանցվել է հնայի 5.9% իրական աճ, իսկ 25 թվականի առաջին կիսամյակում 24 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հնաճը կազմել է 5.6%։ Զարգացումները դրական ուղղությամբ են գնում 25 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.6% է, իսկ վերջին ամսվանը 10.5%, ինչը վկայում է կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականությունների արդյունավետության մասին եւ մեզ որոշակի հիմք է տալիս ուրեմն բնդելու, որ այն նպատակադրումը, ինչ մենք ունեինք նախարարությունում, այն է ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան պետական բյուջեով էր սահմանված, իրականացնել եւ մենք կարծում ենք, որ տարեվերջում, երբ որ կամ հաջորդ տարվա սկզբին, երբ որ մենք կամփոփենք արդյունքները, մեր կարծիքով կունենանք հենց շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան բյուջեով մենք պլանավորել ենք։ Էկոնոմիկայի նախարարության 26 թվականի պետական բյուջեի շրջանակում նախատեսվում է հատկացնել 74.5 միլիարդ դրամ թվով 10 ծրագրերի իրականացման համար։ Ես այստեղ չստացվի, որ բողոքում եմ, բայց անցած տարի էլ էի նշել, որ մեզ հատկացված միջոցները մեր ծրագրերի եւ մեր նպատակադրումներին չեն բավարարում եւ մենք շատ ավելի լայն ու խոշոր ծրագրեր ենք իրականացնում եւ այսօր արդեն փաստացի ունենք շատ մեր բոլոր ծրագրերի արդյունքում ունենք գերակատարումներ, ասենք օրինակ ինտենսիվ այգիների ծրագիրը տարեկան արդեն կատարել ենք, գյուղատնտեսության լիզինգը տարեկան արդեն կատարել ենք, մյուս լիզինգային ծրագիրը նույնպես, այսինքն սրանք բերելու են այն իրավիճակին, որ բնականաբար հավելյալ ֆինանսական միջոցների կարիք է լինելու 25 թվականի համար էկոնոմիկայի նախարարությանը եւ նույնը ես հիմա պետք է նշեմ, որ նույնը լինելու է 26 թվականի համար, ես ուղղակի վստահ եմ, որ այն բոլոր արդյունքային ցուցանիշները, որոնք որ դրված են 26-ի պետական բյուջեում մեր առաջ, մենք դրանք շատ ավելի շուտ կկատարենք, ուրեմն քան տարեվերջն է եւ սա իհարկե նաեւ սա է իմ կարծիքով պատճառը, որ մենք պլանավորվածի համեմատ անհամեստ չհնչի ունենում ենք ավելի բարձր տնտեսական աճ, այսինքն մեր թիրախները, մեր արժեվ դրված խնդիրները շատ ավելի բարձր են եւ հետեւաբար նաեւ ավերջում թերևս անհրաժեշտություն առաջանա էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսավորում տալ 74.5 միլիարդ նախատեսված է 10 ծրագրի իրականացման համար, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորող միջոցառումների համար 5.7 միլիարդ դրամ։ Իսկ որպեսզի նաև այդ անհասկացվածությունը վերացնեմ, պետական բյուջեով սահմանված տնտեսական աճից ավելի բարձր տնտեսական աճի թիրախ ունենք մենք, եւ այդ թիրախի հետևից երբ որ գնում ենք ու հասնում ենք այդ թիրախին, այդ ավելի բարձր, հետեւաբար այդ ընթացքում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջանում։ Նախատեսված միջոցառումների իրականացումը կնպաստի կառավարության ծրագրով նախանշված թիրախների իրագործմանը եւ նշեցի նաեւ փորձենք այդ թիրախները գերազանցել։ Ես ուրախ եմ նաեւ արձանագրել, որ ընդդիմությունը արձանագրեց, որ էկոնոմիկայի նախարարության գծով բոլոր թիրախները ապահովված են, այդ թվում 7% տնտեսական աճի ցուցանիշը եւ ես վստահ եմ, որ այս տարվա արդյունքներով նաեւ ամփոփելով շատ ավելի միջինացած շատ ավելի
բարձր արդյունք ունենք, մասնավորապես անցած տարվա միջինով 8.15% էր, մեր թիրախը 7 է եւ կարծում ենք, որ վստահ ենք ուղղակի, որ 7-ի միջին տնտեսական աճի 7%-ի ցուցանիշը կապահովենք։ Ընդհանուր առմամբ 26-ին պետական բյուջեով նախատեսված ծախս ծրագրի շրջանակներում իրականացվելու են 66 միջոցառումներ։ Զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել ներողություն տնտեսություն զբոսաշրջությունն է, այսինքն այս երկուսն իրար հետ, ուրեմն 27 միջոցառում 35.1 միլիարդ դրամ բյուջեով, մենք այսօր քննարկելու ենք այս 35.1 միլիարդը, մյուս 39.4 միլիարդը այլ հանձնաժողովում, ուրեմն էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում ծրագրի համակարգում եւ մոնիտորինգ ծրագրով նախատեսված է 2.56 միլիարդ դրամ, սա ըստ էության նախարարության պահպանման ծախսերն են, առևտրի համաշխարհային կազմակերպությունների օտարերկրապետություններում առևտրային ներկայացուցիչների պահպանման ծախսերը եւ տնտեսական 4 հետազոտությունների իրականացման համար գումարը։ Ստանդարտների մշակում եւ հավատարմագրման համակարգի զարգացում ծրագրով նախատեսված է 587.5 միլիոն դրամ, սա ուղղվելու է որակի ենթակառուցվածքների համակարգի արդիականացմանը, աջակցություն հավատարմագրման համակարգի միջոցառմանը, արտադրանքի եւ ծառայությունների գծով նախատեսված 30 ազգային ստանդարտների մշակմանը։ Գիտելիքահենք նորարարական տնտեսության եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված է մեր բյուջեի առյուծի բաժինը ծախսել 23.8 միլիարդ դրամը։ Մասնավորապես տնտեսության արդիականացման միջոցառման 22.4 միլիարդ դրամով սուբսիդավորվելու է 2400 շահառուի 8600 վարկ կամ լիզինգ։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի իրականացման 1.3 միլիարդ դրամ կհատկացվի, որի շրջանակում փոխհատուցվելու է տնտեսվարողների կողմից ներգրավված 357 բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատավարձի մի մասը։ ՓՄԶ սուբյեկտների աջակցության ծրագրի համակարգում 100 միլիոն դրամ, որն ուղղվելու է ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացի կազմակերպմանը, պետություն մասնավոր երկխոսության շրջանակում համաժողովի կազմակերպում։ Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրի շրջանակում նախատեսված է 4.3 միլիարդ դրամ, որն ուղղվելու է արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրմանը 2.1 միլիարդ դրամ, սա գիտեք Եվրոպական միության եւ մի շարք երկրներում մաքսատուրքի Այո, սա տարվա ընթացքում ենք սկսել մաքսատուրքի փոխհատուցման, մաքսատուրքն ենք փոխհատուցում Եվրոպական միություն, Նորվեգիա, Կանադա, Մեծ Բրիտանիա պատրաստի ապրանքներ արտահանելու ժամանակ արտահանման ծավալը նպատակադրված ենք հասցնել 57.6 միլիարդ դրամ։ Ենթակառուցվածքների ներդրումների դիմաց օժանդակության տրամադրման միջոցառում 500 միլիոն դրամ, ուրեմն երկու ընկերություն նախնական կարծում ենք կստանա, թողարկման եւ վարկանշավորման պետական աջակցության ծրագիրը 340 միլիոն դրամ է, որն ուղղվելու է նախորդ տարիներին ծրագրի շրջանակում պարտատոմսեր թողարկած 11 կազմակերպությունների եւ պարտատոմսերի շուկայում 1 նոր թողարկողի աջակցության տրամադրելուն։ Արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված 300 միլիոն դրամը ուղղվելու է օտարերկրյա պետություններում եւ կամ Հայաստանում 8 ցուցահանդեսների կազմակերպման ու մասնակցության աջակցմանը, օտարերկրյա պետություններում եւ կամ Հայաստանում 6 գործարար համաժողովների, ֆորումների, շնորհանդեսների, ինչպես նաեւ այլ համանման միջոցառումների մասնակցությանը։ Պետական աջակցության Հայաստանի Հանրապետության ներդրումային ծրագրերի խթանման, իրականացման եւ հետներդրումային սպասարկման միջոցառմանը, սա ներդրումների աջակցման կենտրոնն է իրականացնում, մենք գումարը տրամադրում ենք 288 միլիոն դրամ, ուղղվելու է 40 ներդրումային ծրագրերի եւ նախաձեռնությունների ուղեկցմանը, ՀՀ-ում գործող օտարերկրյա ներդրողների հետ ներդրումային շարունակական սպասարկմանը, ներդրողների գործարանների համար նախատեսված գործարար եւ ներդրումային դաշտի ներկայացնող, ինչպես նաեւ ոլորտային 3 ուղեցույցների շնորհանդեսների պատրաստմանը։ Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման պետական աջակցության տրամադրման համար 150 միլիոն դրամ, մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների թիվը 300, սա այնա, երբ որ հմտություններ չունեցող աշխատակիցները անցնում են աշխատանքի մշակող արդյունաբերության ոլորտում եւ պետությունը իրենց եկամտային հարկը փոխհատուցում է, տեքստիլ ոլորտի զարգացման ուղղված միջոցառմանը 170 միլիոն դրամ, Հայաստանի Հանրապետության տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցություն
աջակցության միջոցառմանը 100 միլիոն դրամ, դեղագործության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների համար 105 միլիոն դրամ, կառավարման համակարգերի եւ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ստացման աջակցության դեպքում 70 միլիոն դրամ, սա ինչ է, երբ որ գնում են ուզում են արտահանեն, արտահանման համար դրսում պետք է սերտիֆիկատ ունենան, այդ սերտիֆիկատի արժեքի 50%-ը, բայց ոչ ավել 1.5 միլիոն դրամ կառավարությունը սուբսիդավորում է, արտադրանքի սերտիֆիկացման եւ լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցումը 70 միլիոն դրամ, այս դրա մյուս շարունակությունն է։ Եվ զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում նախատեսված է 3.8 միլիարդ դրամ, զբոսաշրջության կոմիտեի պահպանման ծախսերն են սրա մեջ ներառված, աջակցություն զբոսաշրջության զարգացման ծրագիրը, փառատոններ դրսում, ներսում, տարբեր ռոդշոուներ եւ այլն 800 միլիոն դրամ եւ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների բարելավում միջոցառմամբ 2.7 միլիարդ դրամ, մասնավորապես ինչ որ դուք այսօր տեսնում եք Գորիս, Դիլիջան, Գառնի, Գյումրի քաղաքներում, Գառնին գյուղ է, դրանք եւ այլ բնակավայրերում, դրանք հենց այս ծրագրով է արվել, հաջորդիվ այս Գորիսը շարունակելու ենք, Գյումրին շարունակելու ենք, Դիլիջանը շարունակելու ենք, ավելացնելու ենք Եղեգիսը, Արենին, Ջերմուկը շարունակելու ենք, Դվինը եւ այսպես շարունակ եւ համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող զբոսաշրջության եւ մարզային հետաքրքրությունների բարելավման ծրագրի կառավարմանը հատկացվելու է 195.3 միլիոն դրամ։ Դերևս այսքանը, մնացած հարցերին կպատասխանեմ, մնացած դեպքերում հարցերով փորձեմ պատասխանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Առաջին հարցը ես տամ, հետո մեր գործընկերների հարցերն կլսենք։ Պարոն Պապյան, իրականում էկոնոմիկայի նախարարության կողմից աջակցության բազմաթիվ ծրագրեր